Պարոն վարչապետ, Հայաստանում արդեն արհեստական բանականության գործարանը հիմնադրվել ու գործում է շուրջ $5 միլիարդ ներդրմամբ եւ նախատեսվում է, որ այդ ներդրումը պետք է հասցնել շուրջ $4 միլիարդ եւ ավելի, ու եթե հիմա մեր էներգետիկ հնարավորությունները, մասնավորապես էլեկտրականության արտադրությունը, որ կա Հայաստանում, բավարարում են այդ գործարանի եւ մեր հզորությունների համար, նաեւ արտահանման համար, ապա արդյոք $4 միլիարդ ներդրման դեպքում դա կբավարարի եւ հաշվի առնելով, որ նաև ատոմակայանի հետ կապված 2036 թվականը մինչև ժամկետ ունենք եւ միգուցե 2036-ին հնարավոր չլինի արդեն երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը, ապա այդ դեպքում մենք արդյոք պետք է փոխենք մեր մոտեցումը ու մոդուլային փոքր ատոմակայանների փոխարեն ավելի մեծ հզորությամբ ատոմակայան կառուցենք եւ եթե այո կամ թեկուզ եթե ոչ, ապա ժամանակը չի արդեն որ մենք կողմնորոշվենք ինչ ենք անում ու արդյոք հետ չենք մնա եւ 2036 թվականին կունենանք համապատասխան հզորություններ այդ արհեստական բանականության գործարանի նաեւ արտահանող որպես էլեկտրականություն արտահանող երկիր մնալու հետ կապված արդյոք ժամանակը չի չենք ուշանա որոշումներ կայացնելու հետ կապված Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ ընդհանրապես զարմանալի է, որ ատոմակայանի հետ առնչվելիս մեծ թեմաներից, էլի տեսեք մեր բանը, էլի ինչ որ սիմվոլներ ենք ստեղծում, եւ այդ սիմվոլների համար սկսում ենք պայքարել։ Ատոմակայանի հետ կապված կա առաջին, երկրորդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ մի հարց՝ անվտանգություն։ Եվ երբ որ ասում են, այդ Թուրքիան այս ինչ ասեց, վայ Ադրբեջանը, այդ ինչ ասեց, Աստված չանի, որ այդ ատոմակայանը պայթի նույն հեռավորությունը, այսինքն Հայաստանի շրջաններ կան, որ ավելի հեռու են ատոմակայանից, քան Թուրքիան։ Ադրբեջանի տարածքներ կան, ավելի մոտիկ են ատոմակայանից, քան Հայաստանի Հանրապետության որոշ։ Այսինքն մենք երբեմն հասկանում եք, հասկացությունների մեջ բան չենք անում։ Մեզ պետք է կապ չունի որևէ հայտարարություն, որևէ բան ասվի Ադրբեջանից կամ Թուրքիայից, Եվ դա արդեն փոխում է մեր բան, մենք պատրաստ ենք գնալ անտեսել բանի ատոմային էներգետիկայի պատրաստ ենք չակերտավոր էլի մի քիչ չափազանցնելով բոլոր կանոնները այնքան որ Ադրբեջանի եւ ի հեճուկս Ադրբեջան չէ մենք այդ ատոմակայանը պետք է մինչեւ 2125 թիվը բան անենք ոչինչ մենք ամեն ինչի կդիմանանք կմաքարենք բանը ռադիոակտիվ քարից հաց կքամենք Ոչ բայց այն որ Ադրբեջան դրա մասին ասելա վերջ ատոմակայանը ամենաշուտը մենք այդ հարցին կանդրադառնանք 1163 թվին Արձագանք չէ սեպան պարզ է ուրիշ բան եմ ասում ժողովուրդ մենք այս մեզ չի հուզում այսինքն ատոմային բանը անվտանգություն այդ ատոմակայանը կառուցվել է 70-րդ թվին վերջո ռեսուրս ունի Ես ասացի, որ մենք աշխատում ենք, որ տեխնոլոգիաները թույլ են տալիս, ինչքան հնարավոր է տեսական, գործնական, բոլոր հնարավոր 2046 թիվը այն հնարավոր ամենա, պատկերացեք տեխնոլոգիաները ամեն ինչից պետք է հարցը լուծվի, որովհետև մեզ առաջին անվտանգության խնդիրը պետք է հուզի, հասկանում եք, բայց որ եթե Ադրբեջան դրա մասին խոսում է, մենք անվտանգության խնդիր չունենք, ընդհանրապես Բանը ոչինչ ոչ քեզի տրամաբանությունը, հա, այդ ոչինչ թող Հայաստանը ոչինչ չանա, բայց 3000 թուրք ու ադրբեջանցի, որ հետը վնասվի, մենք մեր պատմական արդարությունը կհամարենք վերական։ Այս ինչ մոտեցում ընդհանրապես զարմանալի բան է։ Սա էս եմ ասում էլի, բանի ստալինյան հայրենասիրություն, մեզ ներմուծված ստալինյան հայրենասիրության տիպիկ օրինակ է։ Լսեք, մենք պետք է, մենք էլ եկեք խոստովանենք, որ մենք էլ ենք այդ մտածողության կրողները եղել, մենք, ես, բայց ժողովուրդ ջան, լավ ի վերջո պետք է հասունանալ, չէ։ Չի կարելի անընդհատ այս կետի վրա կներեք, ես ձեր հարցին չպատասխանեցի, բայց կարծում եմ ավելի կարևոր բան ասացի։ Արձագանք։ Եվ հիմա պարոն վարչապետ, իմ հարցի մասով արդյոք պետք չի որ մենք փոխենք մոտեցումը եւ փոքր մոդուլայինի փոխարեն ավելի մեծ ատոմակայան կառուցենք կամ եթե թեկուզ մոդուլային ենք կառուցում, ապա կհասնենք ժամկետների մեջ, որպեսզի այդ արհեստական բանականության գործարանը, որ նախատեսում ենք ունենալ եւ հետագայում ավելի մեծացնենք, ընդարձակենք, ապա մեր էներգետիկ հզորությունները բավականացնեն ու մեր երկրը այդ առումով գրավիչ լինի եւ շարունակի մնալ ներդրողների համար։ Լսեք, մի հատ արտահայտություն կա
անգլերենի բոլոր բարբառներն, որը հետևյալն է, open minded։ Հասկանում եք, մենք այդ բանը, որ ատոմակայան, որովհետև եկեք ի վերջո հասկանանք, որ ատոմակայանն էլ մեծ էներգետիկ կախվածության մեջ դնելու միջոց է։ Օրինակ, եթե պարզվի արևային տեխնոլոգիաները զարգանում են այնքան, որ Հայաստանի Հանրապետությունը 0 արտաքին կախվածություն ունենա, ի վերջո եկեք չմոռանանք, ուրանն էլ է սպառվող ռեսուրս։ Ուրանի գները նավթի գների նման առաջիկայում, ես այս վերջերս 2 ֆորմատով Ռուսաստանում եւ Ֆրանսիայում միջուկային էներգետիկայի գագաթաժողովների են մասնակցել, առանցքային դրույթը այն է, որ ուրանի պաշարները ուրանը թանկանալու է։ Ես օրինակ այո, ես կարծում եմ, որ կարող է պարզվել, որ մեզ ավելի մեծ ատոմակայան է պետք։ Բայց կարող է, լսեք, մենք այնքան կարող է պարզվի էներգիա ունենք, որ մեզ ուրիշ ոչ մի բան պետք չի, մենակ արևային էներգետիկա է պետք։ Ընդ որում 3 տարի առաջ մեր մասնագետներն ասում էին, որ Հայաստանում արևային էներգիան, որ մենք այսքան զարգացրել ենք, միայն քաղաքական կամքի, միայն քաղաքական դիկտատի միջոցով, որովհետև բոլոր մեր մասնագետներն ասում են, որ դա պետք չի մեզ։ Դա մեզ պետք չի, դա մեր բանը չի։ Խնդրում եմ ավարտեք։ Գառնիկ Դավթյան։ Ձեր 2021 թվականի արտաքին քաղաքականության բաժնում կան ձևակերպումներ, օրինակ, սահմանակից երկրների հետ